Դրա համար որ ասում ենք մեր ժողովուրդը որ կողմը գնա, ժողովուրդը բավականին հիմա դարձել է բավականին շրջահայաց եւ իմաստությունա ձեռք բերել։ Այն իմաստով որ ոչ հավատում է նախկիններին, ոչ ներկաներին, ոչ էլ այս շարժմանն է ակտիվ մասնակցում։ Պարոն Վարդանյան, մեր ժամանակների, մեր օրերի ավելի շուտ ամենակարևոր իրադարձությունը երևի շարժումն է, որ առաջ կոչվում էր Տաուշահանուն հայրենիքի, հիմա անվանվում է Սրբազան շարժում, եւ այդ շարժումը ուրեմն տարբեր վերաբերմունք է առաջացնում իր նկատմամբ։ Ես կարող եմ ասել, որ մեր հանրության մեծամասնությունը դեռ չի կողմնորոշվել ինչպես վերաբերվի այդ շարժմանը, որովհետև եթե կողմ վերաբերվի, դա նշանակում է, որ Հայաստանում լուրջ փոփոխություններ կլինեն, եւ օրերս այդ շարժումը, այսինքն բառացիորեն 3 հրապարակեց ուրեմն իր ստեղծելիք ժամանակավոր կառավարության գործառույթները, մենք գիտենք, որ ինչի մասին խոսում ենք, դա սահմանադրական չէ այդ շարժումը, այդ կառավարությունը, բայց ուրեմն կառավարության հիմնական նպատակներ ուրեմն անվանեցին, այսպես ասած, հաշտությունը, հասարակության մեջ նոր ընտրությունների նախապատրաստումը, չնայած այդպես էլ նշված չէր, թե ինչ ժամանակում են իրենք պատրաստում նոր ընտրություններ կազմակերպել, եւ ամենակարևորը ինձ ըստիս դա այն էր, որ այդ կառավարության անդամները չեն մասնակցելու հաջորդ ընտրություններին։ Ես կարծում եմ, որ այս երրորդ կետը հենց հանրության վստահությունը ձեռք բերելու համար է, որ չի լինելու սովորական մեխանիզմ, երբ դու անում ես հեղափոխություն կամ շարժում ես կազմակերպում, հետո դառնում ես շարժման առաջնորդ, հետո էլ կառավարության առաջնորդ։ Ձեր մեկնաբանությունները։ Ճիշտ ասած, կետերը շատ հրապուրիչ են, չլինել կառավարությունը, չմասնակցել կառավարության կազմի մեջ ընդգրկվելու այդ գործընթացին, բայց ճիշտն ասած նման կառույց ստեղծելու համար ժամանակավոր կառավարություն գոնե մի քանի հոգի ամբասիր անցյալ ունեցող եւ պատրաստվածության աշխարհ ունեցող մարդիկ պետք է այդ բեմում Երևան, որովհետեւ ժողովուրդը իմանա ինչ են ստեղծելու իրենք, ինչ կառավարություն։ Շարժումը կլիներ ավելի, ուրեմն, ինչ ասել է հաշտության, չգիտեմ, ինչի այդ հաշտության։ Ինքներս մեր հետ հաշտություն գնանք։ Այո, մեր հետ հաշտություն, որովհետև հասարակությունը դուք չեք գտնում, որ շատ պարակտված է հասարակություն լինելու համար։ Դե հասարակությունը պարակտել են, ովքեր են պարակտել։ Պարակտել է եկեղեցին, պարակտել է ներկայիս իշխանությունը, պարակտել են նախկին իշխանությունները, ովքեր են պարակտել։ Եթե մենք նայենք գլոբալ իմաստով նայենք, չէ՞։ Ինչ ասել է, մենք ունենք այսօր Հայաստանում մոտ 300,000-ից ավել աղանդավորականներ։ Դա պարակտում չի։ Այն ոլորտը, որը եկեղեցի պետք է սպասարկել, չի սպասարկել։ Այսինքն դուք աղանդավորների արկայությունը համարում եք եկեղեցու վատ աշխատանք։ Իհարկե, եկեղեցու վատ աշխատանք է։ Եթե եկեղեցին այդ հոգևոր սնունդը մարդկանց մեջ, այդ մարդիկ վատ մարդիկ չեն։ Մարդիկ ուղղակի ուզում են իմանան այն ճշմարտությունները, ինչը վերաբերում է տիեզերքին, Աստծուն, ինչը այդ են ուզում իմանալ։ Մարդիկ հենց այնեն չեն գնում աղանդի մեջ։ Երբ որ այդ սպառիչ պատասխանները ինքը չի ստանում հոգևոր դասից, սկսում են մարդիկ դեգերել։ Նույն բանը այսքան կուսակցությունների արկայությունն է Հայաստանում։ Որևէ կուսակցությունում մարդիկ սկզբում չեն գտնում այն լուրջ խավի մասին, չեն գտնում այն իղձերն ու ցանկությունները, որը ըստ էության պետք է լինի։ Եվ դրա համար հավատ չկա։ Հավատը վերականգնելու համար մենք նախ ամբողջ խնդիրը գիտեք ինչու՞մ է կայանում, որ ինչ ասել է Հայաստանի, չգիտեմ ինչ, Հայաստան հասկացողությունը այդպես միայնակ չի կարող գործել։ Ինչ նկատի ունեք։ Ես նկատի ունեմ, մենք Հայաստան առանց Սփյուռքի Հայաստան չի կարող լինել։ Սփյուռքը սկզբունքորեն մենք միասնական ենք շատ հզոր ու շատ ուժեղ։
Եթե մենք չկարողանանք այդ կառավարություն ասեմ, թե չգիտեմ իշխանությունները այս հաշտեցման, այդտեղ է պետք հաշտեցման եւ կազմակերպման լուրջ գործընթաց է պետք կազմակերպել։ Կա, այդ ծրագիրը չկա, ես ճիշտ հայտարարել լսել եմ, բայց այդ ծրագիր չեն ասում։ Ինչ են ուզում, ինչ հաշտեցման մասին է խոսքը։ Ես ոչ թե հիմա քննադատողի դերում եմ, ուղղակի ինձ համար, որպես գիտակից մարդ, ես ուղղակի ուզում եմ հասկանամ, ինչ անեմ այդ դեպքում։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց այդ վերլուծական այդ կենտրոնների բաներ շփվում եմ եւ գիտեմ, մարդիկ բավականին վատ կարծիքի են։ Վատ կարծիքի են։ Վատ կարծիքի են հիմնականում են պատճառով, որ նախկիններին են տեսնում այնտեղ։ Նախկիններին են տեսնում են, ասենք, օտար երկրապետությունների ինչ է, շոշափոկներ են տեսնում, ամեն մեկը ինչ որ մի բան տեսնում է, որը վստահություն չի ներշնչում։ Երկրորդն, գիտեք ինչ կա, այսպեսի մի բան հոգեբանական իմաստով։ Երբ որ հիմա ձեր հետ հիմա ես զրուցում եմ, առնվազն մենք երկու մակարդակով ենք ընկալում։ Առնվազն, ու շատ բան։ Այսինքն մեկը, որ ես ասենք փորձում եմ կամ լսարանի ուղեղի կամ գիտակցության վրա ազդել կամ ձեզ որպես հաղորդավարի, որը շատ դժվար է բնականաբար։ Եվ մյուսը մարդիկ, որ չեն հավատում այս կամ այն նախարարին կամ վարչապետին կամ նախագահին, ինչի չեն հավատում։ Սովորական գյուղացի մարդը չի հավատում։ Ինչի։ Որովհետև այն ճիշտը, ըստ էության, ինքը ընկալում է, որ ճիշտ բաներ ասում, եւ բոլորն են ճիշտ բաներ ասում։ Սուտը մարդը կառուցված կա այնպեսին է, որ ինքը սուտը ենթագիտակցության մեջ է նստում։ Այդ պաշտոնյայի կամ չգիտեմ, սրբազան շարժման առաջնորդները եւ այլն։ Այդ սուտը մարդը չի հասկանում, այսինքն սովորական հասարակ մարդը չի հասկանում, ինչի չի հավատում, բայց ինքը չի հավատում, որովհետեւ ինքը ինֆորմացիոն այդ օղակում գտնում որ սուտ է։ Սա է ամբողջ խնդիրը։ Ասում եմ խոսքը, որ ըստ էության նույն Նիկոլ Փաշինյանը բավականին լավ ճառասած էր, որ կարողանում էր ազդել մարդկանց 18 թվականի մասին է խոսքը։ Մարդիկ, բայց նաև ասենք այդ ենթագիտակցաբար հասկանում են սուտ կա։ Բայց քանի որ հոգնել էին նախքին ուրեմն իշխանությունների այդ կեղծիկներից, կաշառակերություն, մաֆիոզ կա։ Նկատի ունեք 18 թվականին գիտեին, որ կեղծ է ասում։ 18 թվականին օրինակ ես չեմ ընտրել Նիկոլ Փաշինյանին եւ շատ մարդիկ կան, որոնք որ հասկանում են, որ դա սուտ է։ Սուտ է, որովհետեւ տեխնոլոգիաները հիմա սկզբունքորեն շատ բաց աղբյուրներով կարելի է մարդիկ ծանոթ են բոլոր տեխնոլոգիաներին եւ հիմա շատ 6 տարվա ընթացքում ավելի կոփվեցին, այսպես ասեմ։ Շատ լավ, վերադառնանք շարժմանը։ Ուրեմն մենք նշեցինք, որ իրոք մարդկանց մեծամասնությունը դեռ չի կողմնորոշվել, բայց շարժումը անում է ինչ-որ քայլեր այդ ուղղությամբ։ Դուք օրինակ ինչ խորհուրդ կտայիք շարժմանը, ինչպիսի մարտավարություն ընդգրկի, որպեսզի շահի ժողովրդի վստահությունը, ընդ որում խոսքը ոչ թե պարզապես ասելու եւ չանելու մասին է, այլ ասելու եւ անելու մասին է։ Գիտեք ինչ, անելու համար օրինակ Պլատոնը իր հանրահայտ աշխատության մեջ պետություն ինքը գրել էր, որ մարդը 50 տարեկանից ու 50-ներ են ժամանակ բավականին 50 տարեկանից հետո նոր սկսում են իմաստության նշումներ մոտ սկսել հայտնվել։ Իմաստության այդ առաջին այդ սաղմերը 50 տարեկանից հետո է մարդու մոտ զարգանում։ Այսինքն մինչև 50 տարեկան մարդը կարող է լավ գիտնական լինի, լավ գրող, լավ արհեստավոր եւ այլն։ Դրա մասին ես չեմ խոսում։ Իմաստության մասին, որ ըստ էության իմաստուն մարդը գիտի ինչպես կառավարի իր ընտանիքը, որպեսզի երեխաների դաստիարակությունը եւ այլն հարևանների, հարազատների հետ ներդաշնակությունը, այս մարդկային ընտանիքի մակարդակով եմ ասում։ Նույնիսկ պետության մասին է։ Գիտեք ինչ կա, բանը առաջնորդը Սրբազանը, ինքը քաղաքական գործիչ չի, ինքը շատ պատկերացումներ է ունի, ինքը տարական պատկերացում չունի, ինչ է կատարում աշխարհաքաղաքական իմաստով, տարածաշրջանային իմաստով։ Եվ սկզբունքորեն իրան ինչ-որ մի բան ասել, երբ որ ինքը չգիտի եւ չի ուզում, որովհետեւ ես չգիտեմ, կամ նրան ուղղորդում են, ես կարող եմ միայն ենթադրել, այդպես էլ ոնց որ թե կա։ Այսինքն կոնկրետ ծրագիր կա ինքը կատարում է, բարձրավոր չի լսելու, ինչ խորհուրդ տալ այդ դեպքում։ Խորհուրդ են տալիս այն մարդուն կամ զրուցում են այն մարդու հետ, ով որ ունի այդ իմաստության ճանապարհը սկսել է գոնյա։
Դրա համար եթե նայում ենք հիմա աշխարհի նույն Չինաստանում կառավարում են երկերը այդ իմաստության շեմը անցած մարդիկ եւ իմաստության ինչ որ բագաժ ունեցող մարդիկ են ղեկավարում։ Նրանց մոտ այդ քաղբյուրոն նաեւ ասենք փոքր քաղբյուրո կա, որոնք որ վճռորոշ որոշումներ կայացնելու դեպքում նրանք գնում են իրենց սրբավայրերը եւ մնում են այնքան, մինչեւ այդ որոշումը գալիս է, որովհետեւ ինքը էներգետիկ կապ կա մարդու եւ տիեզերքի միջեւ, որը կրոնը անվանում է Աստված եւ աստվածային այդ հարաբերությունները, որը սկզբունքորեն նույն բանն է։ Դրա համար խորհուրդ տալը ես ճիշտ ասած դա անշնորհակալ գործ է, ես չեմ պատրաստվում խորհուրդ տալ, որովհետեւ ես չգիտեմ իրական ինչ է։ Չեք համարում, որ այդ իմաստությունը, որին դուք քիչ առաջ ուրեմն նշեցիք, եւ դա այսպես կոնսերվատիվ ուժ է, դա պահպանողական ուժ է, մարդը որոշակի տարիքից հետո դառնում է պահպանողական, իսկ որոշ դեպքերում պետք է այսպես երիտասարդ, նորարար, ուղեղ այս կամ այն գործը անելու համար։ Գիտեք ինչ կա, երիտասարդությունը դա հզոր ուժ է, շատ հզոր ուժ է եւ երիտասարդությունը դա հրաշալի է։ Այսինքն երիտասարդությունն է ուրեմն պատմական շատ էջեր է շրջում եւ երիտասարդությունն է մտնում գիտական ասպարեզ, արվեստի եւ բոլոր բնագավառներով սկսում է արարել եւ իմաստությունը ես խոսում եմ մի աստիճանի մասին։ Կարող է նույն ակադեմիկոսը համաշխարհային մակարդակի ինքը իմաստուն չլինի։ Իմաստուն մարդը կա ինչ-որ չափանիշ այդ իմաստությունը իմանալու, որովհետև եթե մենք խոսում ենք հասարակության եւ հասարակության կառավարման մասին, ապա այդպես վերացական տերմիններով չի կա, ուրեմն պետք է լինի ինչ-որ մեթոդ, որ հասկանաս այս մարդը իմաստուն է, այս մեկը ոչ։ Դուք տարեքային ցենզը ասեցիք, տարեքային ցենզով ես չգիտեմ, վստահ եք, որ բոլոր մարդիկ, ովքեր 50 տարեկան հասնում են, կարող են։ Ես դրա մասին չեմ ասում։ 50 տարեկանը բոլորը որ հասնում են, բոլորը այդ իմաստությունը ձեռք չեն բերում։ Իմաստուն մարդկանց թիվը որպես այդպիսին հասարակությունում, նո ասում են 1% եթե դա լինի, դա հրաշալի հասարակություն է, դա հզոր հասարակություն է։ 1%-ը դա մեծ թիվ է։ Եվ պարտադիր չէ որ բոլորը իմաստուն լինեն։ Այսինքն մարդը իր փորձից ելնելով ինչ որ մի իմաստության քայլեր է սկսում կատարել։ Ես խոսում եմ իմաստություն պետության կառավարման իմաստով։ Ես խոսում եմ իմաստությունը, գիտեք ինչ կա, հզոր կորպորացիաները կամ գործարանները երկիրը կառավարելու եւ բոլոր կարգի այդ խնդիրների մասին եմ խոսում։ Ինքը չափանիշները կան, օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունում կառավարում են երկիրը, իհարկե այնտեղ մի քիչ շեղում կա, քանի որ այնտեղ հոգեվորական խավի վրա են դրել իմաստությունը, բայց ամեն դեպքում աշխատում են այդ իմաստուն հոգեվորականների խավը, նրանք են ղեկավարում։ Այդտեղ մի քիչ պրոբլեմ կա։ Պրոբլեմը օբյեկտիվ է եւ սուբյեկտիվ պատճառներ կան։ Բայց որ նայում ենք, ասենք կառավարման համակարգերը նույն Չինաստանում, նույն Ամերիկայում, այսինքն նախագահից բացի կան ստվերային կառավարման համակարգեր։ Ամեն մի ցանկացած երկիր, այդ որ ասում են մենք չենք գնալու իշխանության, մենք այդ շատ լավ քայլ է։ Բայց այդ չգնալու դեպքում իրանք բոնյակ պետք է կարողանան այդ կառավարության գործունեությունները վերահսկեն, լծակներ ունենան եւ կարողանան կառավարությանը խորհուրդ տան։ Մենք շատ բարդ վիճակում ենք այսօր գտնվում Հայաստանը։ Շատ բարդ։ Սկզբունքները իրոք շատ լավն են։ Ես բան չունեմ ասելու։ Դա չկա։ Այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի գնդապետ Վալերի Վարդանյանի հետ։ Ողջույն, պարոն Վարդանյան։